Թվոց 21 Եվ այսօր հատուկ բան պիտի տեսնենք այստեղեն այսօր մոտ 2000 տարի առաջ Տեր Հիսուս խաչը բարձրացավ եւ մենք այսօր գիշենք խաչը եւ նաեւ գիշենք ամենակարևոր իվենտը որ եղավ բոլորիս համար Եթե խաչը չլեր պիտի մենք այսօր ոս չլայինք եւ իրականության մեջ բոլորս պիտի մեռնեինք Եվ իրականության մեջ հույս ալ չունեինք երկինք ելելու։ Եթե Հռոմեացիս նամակը գարտած պիտի տեսնես գսե մեկը արդարացում չունի։ Բոլորս զգվեցինք Աստծո փառքից, եւ բոլորս ալ Աստծո գրնակ դարձուցինք, մեկը չփնտրեց Աստծո, մեկը արդար չհեսավ։ Հետեւաբար մեղքին բարձրացությունը ինչ է։ Մահին հաղթեց, մահը բարդվեց խաչը բարձրանալու պատճառով եւ հետո հարություն առնելով։ Հետեւաբար որբեսի հասկանանք խաչը Եվ ես ադով վրա պիտի գետրոնանամ այսօր, ինչպես Բոհոս Արաքյալ գսե, ես ցեզ մի անցույց տվեցի ինչը, խաչը։ Որբեսի տեսնես խաչը եւ ավելի հասկանաս, եւ աղոտ գսե, որ աչքերդ ավելի բացվի։ Պիտի երթանք թվոց գիրքը, որովհետեւ Տեր Հիսուս ադի մեջ բերեց Հովանու ավետարանի մեջ, եթե գարտաս 3-րդ գլուխ Նիկոդեմոսին հետ նստած ադենը 14-15 գսավ, ինչպես Մովսես անաբադում օծը բարձրացուց։ Այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա որբեսի ով նրան հավատում է հավիտենական կյանք ունենա։ Դեպաբար ամենը ասոր գախված է։ Եվ որբեսի ավելի մեզի հասկացվի խաչը, գարժե որ մեկ հատ երթանք անդեր որ Տեր Հիսուս մեջ բերեց։ Եթե ես Նիկոդեմոսը լայի հետ պիտի երթայի, եւ թվոց գիրքը պիտի փանայի, որբեսի տեսնեի ինչ կգնարգե Տեր Հիսուս եւ ինչ կուզե ինձ իսել։ Հետեւաբար թվոց 21-րդ համարը մի կարտամ։ Գսե հոր լերից գարմիր ձով ճանապարհով մեկնելով նրանք շրջանցեցին եթոմացիների երգիրը ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին եւ սկսեց խոսել Աստծո եւ Մովսեսի թեմ ասելով ինչու մեզ հանեցիք Եգիպտոսից որ անաբադում մեռնենք որովհետեւ ոչ հաց կա ոչ ջուր եւ մենք զզվել ենք այս խեղճուկ սննդից Խոսի մանանային մասին, որ երկինքեն ամեն օր հրաշքով գիչներ իրենց։ Զզվեր ենք այլևս հասկե։ Դերը թունավոր օծեր ուղարկեց ժողովրդի վրա, որոնք խայթեցին մարդկանց այնպես, որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։ Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ եւ ասաց. «Մենք մեղանչեցինք Տիրոջ եւ քո թեմը խոսելով։ Աղոթիր Տիրոջը, որ մեզանից հեռացնի այդ օծերը»։ Մովսես աղոթեց ժողովրդի համար Եվ դերը ասաց Մովսեսին հետևյալը. մի թունավոր օծ բադրաստիր եւ այն թիր մի ցողի վրա, ով որ խայթվի եւ նայի այդ օծին կփրկվի։ Մովսեսը բղնցե մի օծ պատրաստեց եւ այն թրեց ցողի վրա, երբ որ օծը մեկին խայթում էր, նա նայում էր բղնցե օծին եւ առողջանում էր։ Աս բաթմությունը Մեզի ցույց կտա Իսրայելի ժողովրդին դրդունչքը եւ ինչ ելևեջները անցան, բայց հատկապես եւ գանցնեին այս հադուկ տեպքեն անաբադեն, գշրջանցեին գսե եթոմացիներու երգիրը, հանգարց սկսան իդ իրենց սովորության համացան դրդունչ կնել։ Եվ ոչ միան Աստծո թեմ խոսին, այլ նաեւ Մովսեսի թեմ խոսին, եւ հոս արդեն կտեսնես Մովսեսին թեմ խոսեցան, նաեւ Աստծո թեմա խոսեցան։ Եվ ասին, որ ինչը մեզի մերնելու համար փերիր Եգիպտոս երանի մնայինք, հոս ոչ հաց կա, ոչ ցուր կա եւ ասմանանային մենք զզվեցանք։ Եվ լավ նայեցեք այստեղ ժողովուրդը ուր գնայր, Աստծո գնայր կամ իր պայմաններուն գնայր։ Ասիկա լավ մի կտա է։ Okay։ Ասե առաջին քայլը թեպի մահվան ճամփան, որովհետեւ երբ դու սկսես պայմաններուդ նայել, ավելի քան Աստծո նայես խնդիրները կսկսին բարթանալ։ Եվ խնդիրները անլուծելի կսկսին թվիլ քեզի։ Ոչ հաց ունենք, ոչ ջուր ունենք, մորցան ասված իրենց ինչ կներ, մորցան ինչպես ամեն օր կգրագրեր, մորցան ինչպես ժայրեն ջուր հանեց, մորցան ինչպես ձովը ջեղկեց, մորցան աս բոլոր բաները եւ սկսան գետրոնանալ միան իրենց խնդիրին վրա, ասելով դրդունչ կեղավ եւ իրենց խնդիրը բարթացավ եւ այս բաժարով այվերջով իր խոստացված երգիրը չմտան։ Հիմա 6-րդ համարի մեջ ասված իրենց թունավոր օծեր ղրգեց եւ խայթելու սկսան։ Եվ բնակիրի մեջ այստեղ այն բառը կգործածվի, որ կնշանակի ոչ միայն
թույն մտավ մարմինի մեջ, այլ գարձես այրող թույն մտավ։ Ասի մարմինը լման գայրեր եւ չարչարանքի մեջ սկսան մտնել ժողովուրդը եւ աննորմով նաեւ մահվան առաջնորդվեցան եւ շատ ժողովուրդ մերավ գսե։ Այդ թունավոր օծին պատճառով։ Եվ ճիշտ այսպես է մեղքին օրինակը իրականության մեջ մեղքի է որ մարդուն կյանքի մեջ կմտնի ինչ կբերե մահ եւ չարչարանք ագբերե նեղություն ագբերե ջագդի քրդինքով այլևս պիտի ապրի սավ չէ ցավով պիտի բերես զավակ այլևս նեղություն բերավ անեցված է ասի երգիրը սավ քու պատճառով անեցքի դակ կաբրի հիմա այս աշխարհը մեղքին պատճառով թունավոր օծն է ադիրա որ մարդուն մեջ մտավ եւ մարդուն կյանքը յետև դանելու սկսավ եւ ամեն տեսակ դժբախտությունը սկսավ բերել եւ ովևէ մեկ մարդկային չանք չեր գնար աթույնը դուրս անել Իսրայելի ժողովուրդը չի գրծավ թույնը իր մեջ են հանել բժիշկ մչուներ որ աթույնը դուրս անե ամիջապես գներնեին ցավով դանչանքով գներնեին եւ ճիշտ նույնպես մարդկային մեղքը դու չես կնալ լուզել Մարդը չի գնալ լուզել, ինչ չանք ալ տապե, աշխարհի մեջ ամեն գրոնները չանք կտապեն, որովհետեւ մարդուն մեղքին խնդիրը լուծե, բայց չեն գնար, որովհետեւ ինչ ալն է թեր գմերնի, եւ թեր փրկիչի գարիք ունի եւ ինքը գգարձե ինքն է փրկիչը, ամեն գրոն գսորվեցնե տունես փրկիչը, միան քրիստոնեությունը գսորվեցնե, որ միան մեկ փրկիչ կա, անունը Հիսուս Քրիստոս, գեզի եւ ինձ համար խաչի ելավ Հետևաբար իսրայելցիները չեն գնար իրենց բժշկել, գմերնեին թույնին պատճառով եւ անգեյետ կդարձան եւ Մովսեսին ասին աղոթիր մեզի համար, որովհետեւ դերը մեզի թունավոր օծերը մեզ մե հերացնե։ Եվ Աստված կբաղդասխանե Մովսեսին եւ գսե բամը, որ ժողովուրդը չեր սпасեր։ Ժողովուրդը աղոթեց, որ օծերը հերանա։ Աստված օծերը չհերացուց։ Աստված դարձավ Մովսեսին ասա բղնցե օծ շինե եւ ադի բարձրացուր։ Նկատի առ, մարդը գբանչե որ խնդիրները իրմե հերանա, բայց Աստված խնդիրներին վրա հաղթել կուզե եւ իրեն փառք պիտի երթա, եթե խնդիրները հերացնե, այդքանալ փառք պիտի չերթա իրեն ինչ կան եւ թուն գող կրդես կու խնդիրներուդ վրա, okay? So այդ օծերը հոմբայեց։ Ինքը փերած էր օծերը։ Օծերն ալ հոմբայեց։ Թեր մարդիկ կմերնին։ Միամ մեկ միջոց ունեին փրկվելու։ Պետք է այդ բղնցե օծին նայեն։ Գնային գփրկվին գնային գփրկվին ուրիշ ջար չունեին հիմա էլ նույնն է մեղքին եւ անոր եկած հետևանքներուն միակ ջարդ խաչին նայել է բարձրացած խաչը մարդու որդին որ խաչին վրա բարձրացավ եւ Տեր Հիսուս ադի ասավ ինչպես որ Մովսես բղնցե օծը բարձրացուց նույնպես մարդու որդին պիտի բարձրանա Եվ այդպես է որ փրկություն պիտի բերե աշխարհին։ Հետևաբար այդ օծերը ցկեց, ասի կարևոր է լավ հասկանաս, որովհետև չես տեսներ որ եկար Քրիստոսի, կամ թե նույնիսկ չես եկած Քրիստոսի, չես տեսներ ասենք խնդիրները գեհրանան։ Աստված քեզի ու դա կարողությունը խաչի միջոցով որդուն անոնց հերացնես, եւ կամ անոնց ուժը գդրվի քու վրա հետ։ Կովիները թեր գմերնին տուն թե ողջես։ Կովեդ 10,000 գինա, մյուս գոմեն 1000 գինա, բայց թուն դեր գկալես։ Ինչու որով թուն բղնցե օծին կամ խաչին նայողն ես։ Okay? Թուն Հիսուսին հետևորդն ես, թուն Հիսուսին աշակերտն ես, թուն իրեն նայողն ես։ Ադոր համար է որ թուն Գաբրիս կովին կմերնի թեր։ Եվ ասի եղավ, որովհետեւ կովին դառնա քեզի ասե ինչ է քախնիկդ։ Եվ թուն իրեն դառնաս, իրեն ասես թուն ուր գնայիս։ Տուն խնդրին չես նայիր, տուն խաչին գնայիս։ Եվ հոնգեգ ու կա քեզի քու բժշկությունը եւ քու փրկությունը։ Հետեւաբար Աստված իրենց պայմանները չփոխեց, Աստված իրենց լուծում տվավ։ Աստված իրենց միջոցը տվավ ադի հաղթելու։ Թեև անդեր թեր օծերը գային եւ թեր նեղություն գար եւ թեր մահ գար, թեր ցավ գար, բայց մինչև անանե որ մեկը դառնար եւ հանգարց նայեր այդ բղնցե օծին եւ հավատքով նայել կտեսնես ամիջապես լուծում գլար եւ դեվում վրա կբժշկվեր ադամա մեկա երևակայ անդեր ժողովուրդը ինչպես գվազեն ինչը որբեսի գարենան դեսնել այդ բղնցե օծը եւ ամեն մարդ մեկա երևակայ թունավորված է իր
եւ նայեցար այդ բղնցե օծին եւ նայեցար մարմին բժշկվեցավ հիմա աչքդ պիտի անես այդ բղնցե օծեն Կովինդ եթե դեսնես չի նայր ինչ կնես իրեն նայիր չեմը բայց նույն ադենակ դեսնես օծը կովետ կանցնի եւ քեզի պամը չներվր այլևս եւ գամ նույնիսկ եթե խայտեց քեզի աստեցություն չի դարգոր այլևս քեզի որովհետև դու նուր գնայիս խաչին գնայիս եւ որ աչքդ խաչեն հանես այդ թույնը որ մարմինիդ մեջն է քեզ ուդելու կսկսի խաչին երբ նայիս այդ թույնը չեղյալ գտարնա մարմինիդ մեջն է թույնը չեղյալ գտարնա հիվանդությունը մարմինիդ մեջն է չեղյալ գտարնա անեցքը մարմինիդ մեջն է չեղյալ գտարնա ամենը cancel գլա ուժը ադոր ուժը կգդրվի եւ որ դու նայիս խաչին Հետևաբար գուզեմ մեկ հատ նայես բարձությունը ասոր։ Ասոր մեջ ոչ ֆորմուլա կա, ոչ հadoop չանք ունի ստապելու, ոչ հadoop ձեսեր պետք ունի սնելու, պայմաններ ունենաս քո կյանքիդ մեջ, որ արժանանաս այդ մեկին, միջև անադեմ, որ վազեցիր եւ գլուխը դարձուցիր եւ նայեցար, բրգվեցար եւ խաչն ալ այդպես է, անոր հավատա հավիդենական կյանք պիտի ունենա։ Անոր նայի խաչին պիտի բրգվի։ Ոչ տուն աշխատեցար ադոր համար, ոչ պայմանները տուն ադոնց պայման կար, որ ադոնք ունենա իր կյանքիդ մեջ եւ արժանանա իր ադոր։ Իրականության մեջ մեկս արժանի չէին, ինչպես սկիզբը գսեի, բոլոր զրկվեցին ազո парքից։ Եվ դեր ուրիշը գտարնա գսեի, եթե մենք մեր մեղավոր վիճակի մեջ Աստված մեզ սիրեց, հաբա որքան ավելի հիմա, որ Քրիստոսով արդարացած ենք։ Պիտի չդա մեզ մյուս բոլոր բաները, անշուշտ պիտի դա, որովհետև հիմա որ դու իրեն կպատկանիս, այլևս գապ չունի, ինեն ինչ որ դու փորձեցիր ընել եւ անոնց չաչոյեցար, հիմա բարձրապես որովհետև հավատացիր խաչին ընդունել պատճառով, հիմա ասոնք ամենը քեզի available են, քեզի դրված են ասոնք։ Ֆորմուլա չէ, չանք չէ, գրիվ չէ, միանայել է։ Եվ աստեղը լուրջ դարբերություն կտեսնես իրական ավետարանի քարոզչության եւ սուտ ավետարանի քարոզչությունը։ Որովհետեւ սուտ ավետարանը քեզի կսորվեցնե, դու պետք է գարկմը աստիճաններ ելես, գարկմը աստիճանները ցածկիս, որբես է Աստված քեզի լսե, որբես է Աստված քեզի փրկե, որբես է Աստված քեզի բժշկե, մինչդեռ Աստված գսե դու միան պետք է նայես խաչին։ Ուրիշ պայման չունիս։ Ուրիշ պայման չի դրավ։ Այո, իրենց դրդունչքին պատճառով թունավորվեցան ի վերջո, բայց թունավորվուտենեն ազատագրվելու միջոցը խաչը դվավ։ Եվ ադու համար Պողոս Սարաքյալ գսե եւ ամոթ չեմ համարեր ավետարանը, որովհետեւ ազո զորությունն է ամեն հավատացյալների համար, փրկության համար, ամփոխչական փրկության համար գողոսի, հոգի շունչ մարմին փրկություն գողոսի։ Սոզոփարն է որ գործազե անդեր, այսինքն բժշկության մասին գողոսի, առողջության մասին գողոսի, փառքավաճման մասին գողոսի, անեցքը գոդրվելու մասին գողոսի, ծրար է փրկությունը։ Միան մեղքերդ ներել չէ։ Մեղքերդ ներել է Նաև անոր հետևանքներն ալ վերցնել է քո կյանքիդ մեջ են։ Okay? Հեսեք ինչ եմա։ So միակ պայմանը, որ դու փրկվիս, նայել է։ Բռնեցի գասիգա։ Միակ պայմանը, որ դու բժշկվիս, նայել է։ Ոչ ուրիշ բան։ Ասիգա սրդիդ մեջ լավ արցանակրե։ Դեր Հիսուս խաչի վրա բարձրացավ եւ նախքան խաչի ելել, իրենքը մատնվեցավ, ինքը ձեծվեցավ, խարազանվեցավ, ծաղրվեցավ, գսե նույնիսկ Եսայի մարգարեն շատ ավելի մանրամասն բաներ գուտա, դեղը գսե իր մորուքի երեսեն բادرեցին, ինչ բաներ գխոսի, այլևս գսե մարդու գերբարանք չուներ։ Այդքան որ դաժան էր, այդ շարժարանքը որ ինք գրեց։ Ադա չի բավեր Աստծո որդին ելավ երկու ավազակներու միջև խաչվեցավ եւ թադաբարդվեցավ, 6 ժամ ալ հոն չարչարվեցավ խաչին վրա եւ ադիգա թյուրին չարչարանք չէր ամենադժվար չարչարանքներ որ Երևակայած էր մարդը այդ ադեն որ մեգումը հոնթն է եւ միան անոնց գտնե որ լուրջ արժանի էին եւ Հիսուս իրենց համար արժանի էր որով հայոց ինքնին Աստծո դեղ թրավ Աստծո որդի իրավ հայոց so անորամար իրեն խաչը բարձրացին բայց իրականության մեջ նախանց էր որ ադիերին Երկինքը լման սևցավ եւ դերչավորության դարձավ աղագեց եւ ասավ
Գադարվեց եւ իր հոգին ավանդեց։ Սա գադարվեց բարի ինչու ուսավ Տեր Հիսուս։ Եթե իսկապես գադարված չէ, ինչու համար պիտի գադարվեց։ Եթե դեր ուրիշ բան մը գանելիք, եթե հավելյալ բաներ գանելիք, դե ինչու համար պիտի գադարվեց։ Սո գամ շիդագսավ, սուտ չխոսիր, գամ սուտ խոսեցավ։ Չէ՞։ Սո եթե ինքս է գադարվեց, ուրեն ես պետք է ընդունիմ ադիգա։ Եվ եթե ես չեմ տեսնում որ կյանքիս մեջ գադարվածը, ես սել է դակավին չեմ ջանցած կամ ես սխալ դեղ գնայիմ հավանաբար։ Որովհետև եթե ես նայիմ խաչին, պետք է որ գադարվի։ Իսրայելի ժողովուրդը, որ ինձ մե ավելի քեշ դրդունչոտ մարդիկ էին, խստաբարանոց ժողովուրդ էր գսե։ Աստված իրենց ամեն օր հրաշքներ եւ դակավ իրենց սիրտը գարձրբահեցին եւ անանք ժողովուրդ բղնցե օծին գնայի եւ գփժշկվի, ապա ուր մնաց թուն եւ ես, որ անգերց գսիրենք Հիսուսին նվիրված են իրեն, խաչին նայելով պիտի չփժշկվիս թուն, գադարվածը պիտի չտեսնես թուն։ Իհարկե պիտի տեսնես։ Եվ եթե ես չեմ տեսներ, որ խնդիրը խաչին հետ չէ, խնդիրը աչքիս հետ է, աչքս ուր է։ Ես ուր գնայիմ գոր։ Խնդիրը ադի է։ Եվ եթե աչքը շիդակ դեղը հարեմ, ես պիտի տեսնեմ գադարվածը։ Հիսուս խաչին վրա երբ ելավ, իրականության մեջ հոգևոր աշխարհի մեջ շատ ավելի խորուն բան գադարած, քան ինչ որ ֆիզիկապես մեզի նկարագրված է ավետարաններու մեջ։ Այդ խաչին վրա երբ ելավ, ինքը դարձավ այդ օծը։ Եվ ադի կամեց խաչին վրա, մերցուց։ Այդ օծը, որ քեզի գթունավորեց, կամ թունավորած էր քեզի, որում բաժարով թուն գմերնեիր։ Ադի ելավ խաչին վրա կամեց։ Եկ կարդամ Փեն Կորինթացիս 5:21, որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեղք չուներ, անմեղ էր։ Մեզ համար մեղավոր արեց։ Մեղավոր ինքնության մասին գխոսի։ Փնույթը ինքնությունը մեղավոր ըրավ։ Okay? Փոխվեցավ, օծը դարձավ խաչին վրա։ Մեզի համար ադի ըրավ, որբեսի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ So ամբողջ աշխարհին մեղքը եւ ադոն փնույթը մեր ադ օծը որ քեզի եւ ինձի խայտած էր ադի եղավ ինքը եւ խաչին վրա սպանեց։ Ադո համար պետք է մեռներ Տեր Հիսուս։ Ադո համար Աստված իր երեսը դարձուց։ Եվ ադո համար ասավ Էլի լամա սաբակտանի։ Ինչու ինձ լքեցիր։ Դե ոչ Աստծո որդին չի մեռնիր։ Բայց պետք է որ ինքը ադ օծը մերցներ։ Եվ ադո համար գսե հոգիս խորովեց, Գեթսեմանի բարդեզը եւ որ գնաց գսե իր քրդինքը արին գոս սկսավ գատկտեցնել, atkan որ ծանր բան գշալեր, ինձ իմ միան իմ մեղքս չէ որ շալգեց։ Ամենում մեղքը շալգեց, անցյալ ներգա աբակա, ամբողջ մարդկության մեղքը շալգեց եւ ադի մերցուց։ Բայց ադի լալու համար ինքը պետք է մեղավոր դառնար։ Եվ մեղավորի փնույթը վերցներ եւ այդ օծը առներ եւ խաչին վրա սպաներ։ Ինչպես Մովսես այդ բնցե օծը բարձացուց, Աստված ալի որդին բարձացուց, Հայր Աստված։ Իրեն համար շատ դժվար էր անշուշտ, բայց այդ խաչին վրա Հիսուս անցավ վերցուց ամփանը, որ ինձի եւ քեզի կսպաներ։ Եվ եթե մերցուց, ուրեմն ինչ ունի ասիգա դեր մարմնիս մեջ, որ քոյություն ունի, հիվանդություն է, դգարություն է, ցախողություն է, անեծք է, ասոն գոդարեն ուրեմն։ Եվ ես իբրև հավատացյալ չեմ գնարսել, որ ասիգա Աստուծմեին դրված է, որ Աստվածը սպանեց իր որդին, որ տուն չունեն ասադի։ Եվ երբ դառնաս տուն ադուն գսես, տուն իրականության մեջ ավետարանը չես հասկացած եւ կամ խաչին չես նայել։ Ես գցավիմ եւ հավատացյալներ դառնան ինձ են որ ասին փուշս է։ Գցավիմ, որովհետեւ ինձի ցույց կտա որ ինք չի հասկացած։ Եվ ինքը իր ուզելուն բաժարով է իրականության մեջ որ այդ փուշը իր մարմինի մեջն է ճագերդյալ։ Ինք ուզեն է ադիգագել է ինքը եթե ավետարանը հասկնա, խաչին նայի, ադի պետք է երթա իր մարմինեն, որով անոր նայեր խաչին, կփժշկվեր։ Սո եթե չի փժշկվիր գոր,
Էսել է թեր ավելի խաչին պետք ունի նայելու։ Մինչև որ ադիգա իր աչքին համար բացվի, իր սրդի մեջ բացվի։ Ես բաթմություն գիտեմ, մեկը որ շատ փիս ծևով հիվանդանոցը բարգած, եթե չի սխալիմ վերջին աստիճան կանսեր ուներ կամ շատ դժվար հիվանդություն մներ, որ մեկը չի գնար բժշկվի լանգե եւ դոկտորները սազեն ասչափ ժամանակ ունի սպիտ մեռնիս։ Աս մարդը հոգեվոր էր, կամ գիներ, բայց է բաթմությունը լավ գիշեմ, որով գսե կովը կասետ դրավ եւ Աստվածաշունչի մեջ ինչ համար գա որ գխոսի բժշկության մասին, այդ կասետը սկսավ գրտնել ամեն օր ադի գլսեր, չեր գրնար գարտալ հիվանդության պատճառով, սո կասետ դրավ, որովհետեւ միան անոնք լսե եւ իր գլուխը եւ իր սիրտը անոնցմով լեցուց, մինչեւ որ ամբողջությամբ բժշկվեցավ եւ հիվանդանոցեն դուրս ելավ։ Լման առողջ։ Սո եւ որ թուն քո աչքդ բահես Հիսուսի վրա, այն ադեն հայտնություն պիտի ունենաս եւ այն ադեն պիտի տեսնես այդ բժշկարար զորությունը, որով նայելը մեկ անգամվա նայել չէ։ Նայել մնե որ հարադեվ օրեն գնայի։ Աչքը վրային չի աներ։ Պետրոս ինչու ընկղմավ, որով ագնթարթի մեջ դարձավ եւ ուրիշ դեր նայելու սկսավ։ Պրոբլեմին նայեցավ, ընկղմելու սկսավ։ Հիսուս սավ ինչու երկմտեցիր թերահավատ, որով աչքը ուրիշ դեր դարձուց։ Բայց մինչև անադեմ որ եթե բահեր Հիսուսի վրա աչքը գկալեր։ Եվ սկիզբը ադեր Հիսուսին վրա, Հիսուսի գնայր եւ ադպես գկալեր եւ դեսավ ադոր բդուղը։ Մյուս արաքյալները չվայելեցին, բայց ինքը վայելեց, որով քայլարավ ասավ հրամայեն զիգուկան, բայց իրեն նայıyor։ Թունուր գնայսոր։ Անոմա գծավիմ եւ հավատացյալները ասեն որ ասիգա իմ փուշս է, ասի աստուծմե ինձի որ հբարդությունս զսպե, ես շատ հբարդ եմ։ Ես շատ հայտնություններով լեցված եմ եւ Աստված ինձի չի ցկե որ հբարդանամ, անոր համար իմ կյանքիս մեջ աս փուշը բերավ, իմ զավակը սարավ, իմ ասինչս հիվանդ բահեց եւ այլն, ես հիվանդ եմ, ես այս եմ, ցավալի է։ Ադիգա մի ցկե շրտները դուրս ելե։ Եվ դեսնես ադանք բան շրտները դուրս կելե, էսել է պետք ունի այդ ավետարանի մեջ մտնելու։ Եվ նայես Հիսուս ինչ երավ։ Ինչպես որ բղնցեոցը բարձրացուց Մոսես, նույնպես հայրը պիտի բարձրացնի մարդուն որդին, որովհետեւ անոր նրան հավատա չգործվի։ Հաբա հավիտենական կյանք ունենա։ Հավիտենական կյանքը այդ կյանքն է, որ Աստծո իսկ կյանքն է, որում մեջ ոչ հիվանդություն կա, ոչ դգարություն կա, ոչ անեծ կա, ոչ ովևէ մեկ բան կա։ Բարի։ Ուրեմն, եթե նայես Խաղադացիս 3:13 գսե Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկակնեց, մեզ համար անեծք դառնալով։ Սո գտեսնես բնույթի մասին գխոսի։ Աստծո որդին անեծք դարձավ։ Մեզ համար անեծք դառնալով, քանզի գրված է անիդյալ լինի յուրաքանչյուր ոք ով գախվում է փայդից։ Սո պետք է բերելեր այդ փայդին վրա, պետք է որ ինքը անեծք դառնար, որ թուն այլևս անեծյալ չլաս։ Պետք է որ ադի առներ եւ կամեր խաչին վրա։ Անոմար խաչը միան մահվան տադավջիր մչեր, որ եղավ Հիսուսի։ Խաչը անդեղն էր ուր քաշեց աշխարհի ամեն անեծները իր վրա։ Մագնիսի պես քաշեց ամենը։ Ինքը եղավ ադի։ Խաչը անի էր, որ ամենուն հիվանդությունը իր վրա արավ։ Խաչը անդեղն էր, որ ամենուն մահը իր վրա արավ։ Ադամար ես եւտուն հավիդյան բիդի աբրինք։ Անոմար հույս ունենք դեպի հավիդյանականություն։ Եսայի 53:4-ն եթե գարտամ գսե հիրավի նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը գրեց, okay, քաշեց, վերցրեց եւ գրեց, իր վրա արավ։ Մենք նրան համարում էինք բադուհասված, ազուց հալածված, ներողություն հարվածված եւ դանչված, բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար հարվածվեց, բադիժը որ մեզ փարուրություն բերեց նրա վրա ընկավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Սո գամ սուտ գխոսի, գամ ճշմարտություն գխոսի։ Գամ ես իմ կյանքս պիտի ուղեմ աս խոսքին իման վրա, գամ պիտի ուղեմ մարդոց ասածներուն վրա։ Ասե որ մենք կխոսեինք Հռոմեացիս նամակեն եւ երբ որ Bible study գուկասնենք Հռոմեացիս նամակն ագսերդենք, բայց աս անցած գիրագիներում մեջ նա գխոսենք Հռոմեացիս 5-ի մեջը դեսանք թե ուդեղ որ մեղքը շատացավ անդե ազո շնորհքը շատացավ ավելի իր բազմացավ գսե
Հետո գխոսի Հռոմեացիս 6-ի մեջը, որ մեր հին բնույթը, հին մարդը, մեղավոր բնույթը մեր ցույց խաչին վրա։ So at խաչին դեղն է ուր քեզի at մեղավոր բնույթը արավ եւ սպանեց մեր ցույց։ So տուն այլևս մեղավոր բնույթ չունիս։ Ասում մասին բավական խոսեցանք անցյալ անգամ, չեմ ուզեր ավելի խորուն գերտալ, բայց տուն այլևս մեղավոր բնույթ չունիս, ադի մեր ցույց։ Եթե մեղքի կորձ գնեմ, ասել է Դագավին ես իմ միտքս պետք ունիմ նորոգելու։ Բայց մեղավոր բնույթը, որ քեզի գմեղեր մեղ կորձելու, այլևս չի գա քո մեջը դադի։ Որովհետև այն վարգանին, որ տուն աբաշխարեցիր, հանգարց այլևս չէ ուզեր որ սուտ խոսիլ։ Բայց չաբաշխարած, ինչա որ սուտ կխոսեր։ Սդախոսին հայրը, որ սատանան էր եւ տուն, կովի տնեինք, նեշատ չենք կնար զանազանել, որով երկուքը դալ ավոր վարբեդ սդախոսներ եք։ Չեմը, բայց երբ որ հանգարց Հիսուսի եկար, երկրորդ օրը պիտի ուզես սուտ խոսիլ, չես կնար որ մտածել նույնիսկ սուտ խոսելու մասին։ Մինչդեռ աբաշխարութենեն առաջ անգողինը քնացած ադեն կմտածեր ինչպես երկրորդ օրը սուտ պիտի խոսիս ասոր եւ անոր, եւ ինչպես ասոր անոր պիտի թանագես, ինչպես անոր պիտի գողդես, բայց աբաշխարը դիետ կա այլևս ադի չես ուզերնել։ Հանգարց ինչ եղավ քեզի։ Այդ մեղավոր բնույթը դա սպանեց խաչի վրա։ Այդ մեղավոր բնույթը դեր, որ քեզի գմղեր, որ տուն եւ ես ժառանգեցինք աթամեն, անի էր որ մեզի գմղեր մեղ կորձելու, ադի մեզի սորվեցուց մեղ կորձել, ադի մեզի ուղեց, անամա սուտ խոսեինք գուրախանայինք, գողոբդեինք մեգումը գուրախանայինք, ջարբիկ կսկայինք, զորավոր կսկայինք, եթե ասոր անով վրա խնդայինք, հայեինք, բայց հանգարց հոգևորը լանես ետ կդեսանք ինչապ աղվանոց էր ադամ մենա, և չէ ուզեր նույնիս հոնթարնալ ետ։ Ինչ եղավ քեզի, ասանք օրմը լամբա վարավ, կու խուտ վրա, տարա սուրպ եղարտուր մեկեն, նո, տուն Հիսուս ընդունեցիր, խաչին վրա ինքը ադի սպանեց, կու սիրտդ պոխեց, գարձր սիրտդ արավ, պապուկ սիրտ տվավ քեզի, իր մելանով կրեց իր օրենքները սրդիտ մեջ, հիմա այլևս տուն գուզես կորենել իր գամքը։ Այո, դեր բոլորս մեկսա գադարյալ չենք, դեր գինանք, դեր գսխալինք, բայց չենք սխալի, որով մեղավոր բնույթս ինձ իսավ կնամեղ կորձե։ Ես սխալեցա, որովհետև ադոնք սովորություն եղած են կյանքիս մեջ աշխարհիկ օրերս ի վեր, ես պետք է միտքս նորոգելու խաչին նայելով, որբեսի ասոնց կորձը մեռնի։ Եվ այդ բաժարով տուն ընդունիս, որ քու ծառդ մաքուր է բարի, այլևս այն ադեն բարի բդուները կդեսնես, եւ ասես որ չարը ծառ է, այն ադեն չար բդուները կդեսնես։ Զերևաբար ավելի խորուն վիճեր տամասում մասին բավական խոսած եմ, բայց աս ամենը ուր էր ավասված։ Խաչին վրա։ Okay? Անոմը խաչը մարդուն բաթմուչան համար կակատնագետ կամ ասեմ ամենակարևոր իվենտներն էր, որ գադարվեցավ։ Եվ ճիշտ անգետ կա հարությունը։ Խաչվելությունը եւ հարությունը։ Ասոր վրա ամեն գախված էր ամեն ինչ։ Ելից 15:26 մենք ասի երկի երկեցինք ասոր։ Ասվածը սավ ես եմ դերը քո բժիշկը, Եհովա Ռաֆա։ Եհովա Ռաֆա։ Ես եմ դերը քո բժիշկը։ Հիմա ասված եւ որ այս խոսքը սավ իր անունը դվավ։ Սավ իմ անունս է Եհովա Ռաֆա, բժշկող ասված։ Ես եմ դերը քո բժիշկը։ Եվ որ ինքը ասմեգը սավ ասել չուզեց որ ես եւ որ մուդս լավը լա այն ադեն որոշեմ քեզի բժշկեմ կամ ոչ։ Իր ինքնությունն է բժշկել։ Եվ քու եւ իմ աստվածն է բժշկող աստվածը։ Եվ իր միան ադիբիդի հոսի ինձի։ Որով ես ան աստվածը կբաշտեմ։ Նամոն միկս բարձել, անոմար բժշկությունը աստուծում է բան չէ, լոտոյի պես չէ, յանասիպ մը չէ, անունդ օրմը վրան կրվեցա, որ յալա դու այսօր Թորոսին գարկն է, Գաբրիել այսօր որու գարկն է, այսօր շողեգին գարկն է, գնա շողեգին բժշկե այսօր, ադպես չէ, եւ կամ չսպասեր, որ նայի որքան պիտի հավատաստում, որքան չանք պիտի տապես, որքան աստիճաններ պիտի ցածկիս, որքան ասպիտնես, անպիտնես, դեսնե որ քիծ մգա, այդ քիծեն անցնելուտ պես, այն ադեմ պիտի բժշկե քեզի, անպես չէ։ Նայողը կբժշկվի գսեգոր։ Նայողը կբժշկվի գսեգոր։ Հետևաբար իր ինքնությունն է քեզի բժշկել։
Բայց ինչպես ես պիտի ստանամ այդ բժշկությունը, հուսամ ասիկա բավական արձանագրեցի սրդիդ մեջ։ Խաչին նայելով։ Ինչպես որ իսրայելցիները բժշկվեցան, բղնցե օծին նայելով։ So որքան դու նայես Հիսուսին, անկան կստանաս իր մե։ Հիսուսին նայել ինչ ասել է ավետարանը պիտի փանաս եւ իրեն պիտի դես։ Իրեն պիտի դես։ Իրեն պիտի դես։ Եվ իրեն միան պիտի նայես։ Պիտի նայես ինչպես փորոդը բժշկեց։ Պիտի նայես ինչպես արյունահոսող դարաբոգինը 12 տարվա բժշկեց։ Պիտի տեսնես ինչպես Մերելին հարություն տվավ, Ղազարոսին հարություն տվավ։ Պիտի տեսնես ինչպես հով պոտորիկը գեցուց, պիտի տեսնես ինչպես ցուգերը հավաքեց, պիտի տեսնես ինչպես ամենուն գսեք բժշկեր, բոլորին բժշկեց, թևերը հանեց, ագույնին աչքը բացավ, խուլերուն ականջները բացավ։ Ասոնք պիտի տեսնես։ Պիտի հետևիս իրեն եւ որքան իրեն հետևիս, որքան իրեն նայես, ինչպես աշակերտները հետը քալեցին, դու նա հետը պիտի քալես եւ պիտի սկսի քու մեջդ բացվիլ։ Եվ անգարց մեկը կա եւ քեզիսեն անանք բամը չի գաբիցես դու գերեւի Հիսուսին հետ շատ չես կալած, որով ան Հիսուսին հետ որ ես կքալեմ ամեն օր, ինչեր կդեսնեմ գնե։ Բայց դու ուրիշ Հիսուսի մասին կխոսես ինձի։ Այո, անունը Հիսուս դրած ես, բայց ան Հիսուսը չէ, որ ես հետը կքալեմ ամեն օր։ Երևակայեցեք դուք արաքյալներուն քովը պիտի երթայինք եւ արաքյալներուն պիտի նայեցեք, ասպես բան չի գա։ Ասպես բան չի գա, դուք կսեք բժշկություն եւ այլն։ Alves Panchiga, նա իմ մարմինից մեջ հիվանդություն կա, ասկանը գաղութ եմ փամը չլար։ Արաքյալները քեզ ինչպես պիտի նայեին։ Ձուր պիտի նայեին քեզի, չէ։ Հավանաբար քեզ պիտի ցեն Եգուր եւ դես։ Խնդիրը որ դու բժշկությունը չարիր, որովհետեւ մեզի հետ չես, որ դեսնես։ Մեզի հետ կալ է եւ դես։ Չէ։ Արաքյալներուն համար ծիծաղելի էր, որը սեր չի գա այդպես բան։ Որով իրենք ամեն օր ադիկ դեսնեին Հիսուսին հետ։ Եվ եթե ես Հիսուսին գնայիմ, ամեն օր ադի պիտի դեսեմ, գլուխս անորմալ պիտի լեցվի, սիրտս անորմալ պիտի լեցվի, դեղ պիտի չունենամ մեգումը, որ ինձի կա եւ ասե այդպես բան չկա։ Ձիզաղելի գտարնա քեզի, ասես Եգուր եւ դես, արդյոք դու ուր գնայիս որ հասկանադեն։ Աչքերը դուր են, որու հետ գկալես դու։ So ավետարանը պիտի փանաս եւ Հիսուսին հետ պիտի կալես։ Իրեն լավը պիտի նայես։ Ամեն քայլ որ Հիսուս արած է Աստուծո խոսքն է ինձ եւ քեզի որ ասի ես եմ։ Ես ասեմ։ Ես ասի գնեմ, ես ասի մտածած եմ մնելու եւ որ Աստվածաշունչը գսե ես նույնն եմ 3 այսօր եւ հավիդյան, ասել է ինչ որ այդ օրերուն հրավ, այսօրերուն ալ գնե եւ վաղն ալ գնե։ So եթե ես այն օրը փամը դեսա գնե, այսօր ա գնե, վաղն ալ գնե։ Անոմար Աստված գսե ինձի նայեր, փոխանակ ուրիշ դեղ նայեր։ Ինձի նայեր եւ միան պիտի հարադև նայիս այսօր եթե արևին դակ կալես Հայաստանը շատ քեղեցիկ է դիմաս այդ գեդով որ հանգած ամենը հող փոթորիկ եւ գմրսիս բայց ուր գա արև քնա դագեցիր եւ դակցար ամիջապես դակցար չկա ես թուն չէր որ քիչ աճ կմսեր արևին դագնես չէ so միջան անդեմ որ արևին դագնես թուն չանք չես տապեր որ դակնաս չեմը Չանք չեսնե, թուն քեզի արևին դակ կտնես, տակնալու գսկսիս։ Որքան բահես թուն քեզի արևին դակ, ավելի գդակնաս։ Եվ քիչ մը ավելի ալ բահեսնե, մորտիդ քույնը փոխվելու գսկսի։ Իմ մորտս գաս կարմիր գլա։ Թամարի մորտը հայտնի չլար, եթե արևին դակ գեցերը։ Բայց եւ այնպես շատ գայրից, չեմը։ So որքան թուն քեզի գբահես Աստուծո ցերկերուն դակ, որքան գնայիս իրեն, անգամ պիտի դակնաս թուն։ Ինքը արևեն ավելի փայլուն է։ Եվ իր դակությունը քեզի պիտի ասնի, բայց դու պետք է հոն տնես դու կանցը, դու քեզի հոն պետք է տանես, դու չանք չես տապեր գոր, ոչ ալ գարժանանաս գոր այդ դակության, աշխարհի մեջ ամենամեղավորն ալ կա արևին դակը գենա, գդակնա։ Աշխարհի մեջ ամենամեղավոր անձը Հիսուսին թող կա գտեսնես գազադակրվի։ Ամենակինեմոդը, ամենաթմրեցուցիչ շատ կորձածողը, ամենավոջրակորձը, ով ուզես ար, ամենակեշերը քու բատկերիդ, քու մեջը, ինչպես հոգեբանության մեջ, ինչպես ասկսած, ամենակեշը Հիտլերը ար, Աստծոց Հիսուսին թող կա, նա ինչպես կփոխվի։ Ուրեմն գախված չէ եղեր մեղքեն կամ իր ըրած քայլերեն, իրականության մեջ, ասիկա ես ասկի առաջ ասած եմ, եւ որթուն աբաշխարեցիր, որքան Աստվածաշունչ կգարտայիր, աբաշխարել այդ առաջ
Որքան գաղութ էիր։ Չունեիր։ Որքան գաղութ էիր, որքան ձոմ գբրնեիր, աբաշխարել է առաջ։ Բայց եւ գամասաբես եմ, որքան մեղավոր էիր, աբաշխարել է առաջ։ Բայց Աստված քեզի ընդունեց։ Չէ՞։ Որովհետև խաչին նայեց ադ Իսրայելի ժողովրդի մեջ են գային ոչակորձները, դրդունչացողները, ըմփոստները, անոնք որոնք գահայոյին, ամեն տեսակ սխալ մարդիկ կային եւ իրենց մեագային, որոնք նայեցան ադ բղնցեոցին եւ անոնք բժշկվեցան։ Հանգած Աստված չսա ո մեկ։ Այո, ինձ գնայիս, բայց տուն special cases։ Okay? Տուն շատ հբարդ ես, պետք է փուշը լա կյանքիդ մեջ, անգոմ, մեկ գոմ գեցիր։ Քեզի չլա, թեր տուն քիչ միևս պետք է աշխատանք տանիս, կյանքիդ մեջ թեր մի քանի բան խնդիրներ կա պետք է լուծես, անգետ ես քեզի կբժշկեմ։ Տուն պետք է 1 ժամ ավելի սկսես աղոթել օրական, որովհետեւ ես քեզի բժշկեմ։ Տուն պետք է 2 օր եւս զոմ բահես, որովհետեւ ես քեզի բժշկեմ, ասես չէ։ Նայող կբժշկվի։ Սա սիգա գգրտնեմ, որովհետեւ դեսնես սուդը շիդագեն ճշմարտութենեն գարենաս զանազանել։ Որովհետեւ ստացողը նայողն է, որ կստանա, եւ որքան գնայիս այդպես կստանաս։ Երկրորդ Կորինթացիս 3:18-ը գսե սակայն մենք բոլորս աս համար կոծորվիր։ Okay? Անկիր սովոր է այս համարը։ Գսե Փեն Կորինթացիս 3:18 Սակայն մենք բոլորս Փած երեսով դերոջը փառքը ինչպես հայելու մեջ դեսնելով նույն բادگերով գերբարանափոխվում ենք դեսնելով գերբարանափոխվում ենք իր բادگերին համաձայն դեսնելով որու նայելով Հիսուսի գսե մենք բոլորս փած երեսով դերոջը փառքը ինչպես հայելի պես դեսնելով իր բادگերին համաձայն գերբարանափոխվում ենք so չսեր հadouk պայմաններ հաջողցնելով քու կյանքիդ մեջ հadouk աստիճաններ ցածկելով գերբարանափոխվիս նո դեսնելով գերբարանափոխվիս որքան իրեն նայիս գերբարանափոխվիս եւ դեսնելով բարը մեկ անգամ դեսնելու մասին չի խոսիր հաբա հարադև դեսնելու մասին խոսի եւ որթուն գդեսնես հարադև գսկսիս գերբարանափոխվիլ գսե իր նույն բادگերով գերբարանափոխվում ենք փառքի մի աստիճանից թեպի մյուսը Փառք ինչպես կերտաս ուրեմն հավատք փառք ինչպես կերտաս ուրեմն դեսնելով ավելի աղոթելով նո ավելի ձոմ բահելով նո ավելի աստվածաշունչ կարդալով նո իրեն նայելով աստվածաշունչ գարտաս իրեն դեսնելով աղոթ պիտնես որ իրեն դեսնես ձոմ մի բայս որ իրեն դեսնես ասոնք գնես որովհետեւ դու իրեն ավելի մոդենաս բայց ասոնք չես ներ որովհետեւ աստծո մեջ փամն ստանաս որով Աստված արդեն քեզի դված է ամեն բան բայց դու պետք է նայես իրեն որ գերբարանափոխվիս դու գնամում եկես բարձել կորձերդ գախված չէ իրականության մեջ միան նայել հետ գախված է եւ որ նայես դեսնելով նույն բادگերով գերբարանափոխվում ենք փառքի մի աստիճանից մյուս փառքը առաջնորդվելով դիրոջ գոմից ով որն է հոգին սուսուփ հոգին ինձ գարաշնորդ է Սուրբ ոգիով գլա ամեն ինչ, բայց եւ այնպես Սուրբ ոգին ինձ գարաշնորհ է որ նայեմ որու Հիսուսին։ Չես տեսներ հանգած Սուրբ ոգին քեզի ուրիշ դեր պիտի ուղղե։ Գտեսնես քեզի գբերե Հիսուս Քրիստոսին, անոր արչեւ ձում կձրել գուտա, իրեն նայել գուտա, որովհետեւ քու սրդիտ մեջը գերբարանափոխումը սկսի։ Դավիթ ես չեմ տեսնել իմ կյանքից մեջ ասիգա։ Պետք է ինձ ավելի նայելու Հիսուսին։ Պետք է ինձ ավելի նայելու Հիսուսին։ Փառքի մի աստիճանից թեպի մյուսը, սո փառք հավատք ես կերտամ դեսնելով Հիսուսի նայելով։ Որքան նայեմ իրեն, արքան գերբարանափոխվիմ, գերբարանափոխության ուժը գաշխատի իմ կյանքից մեջ ոչ թե որովհետև ես ավելի չանք թափեցի, այլ որովհետև իրեն նայեցա։ Միան իրեն նայելը գդրե անեցքի իմ կյանքից մեջ են։ Որքան նայեմ Հիսուսի, անկան իմ կյանքից մեջ են պիտի գոդրվի ամեն տեսակ խնդիր, անեց, քիվանդություն, դգարություն, թշպախտություն, վիշտ, ցավ, վերք, ամեն ասոնք շունչ մարմին, ամեն պիտի բժշկվի։ Փրկությունն է, որ ինքը գուտավորով, սոզոփարը, ասոնք ամենը պիտի դա ինձի իրեն նայելով։ Իմ միտքս պիտի նորոգե եւ այլևս
ավելի իրեն պիտի նմանիմ, որով նույն պատկերին նմանությամբ ինձ պիտի գերբարանը փոխի հեսավ։ Փառք պիտի դանի։ Հալելույա։ So պրոբլեմը ան չէ որ Աստված չուզեր, պրոբլեմը ան է որ ես ուրիշ դեր գնայիմ։ Ինձ համար հստակ է խաչը, որ Աստված գուզե։ Ուրիշ դեր պետք չունի նայել։ Խաչին գնայիմ, Աստված գուզե։ Մարմինից մեջ օդար բանը գա, աթյոք Աստված գուզե, պատասխանը այո է, խաչին եթե նայիսն է։ Խաչին զատ ուրիշ դեր նայել գասկածելու կսկսես։ Բայց երբ որ խաչին նայես, գիտես 100% որ Աստված քեզ կսիրե։ Եվ որ խաչին նայես, գիտես 100% Աստված քեզ կուզե բժշկել։ Եվ որ խաչին նայես, գիտես 100% բժշկության զորությունը արձակված է արդեն։ Գիտես 100% որ Աստված քեզի հետ է, այլևս քեզի թեմ չէ։ Խաչը փաստ է։ Խաչը փաստ է։ Ավակ ուրբաթը։ Շատ մարդոց համար թշպախտ օր էր։ Մեկ հատ կնա առաքյալներուն հարցուր։ Իրենց երեսին վրա ժպիտ բիչի դեսներ այդ օրը։ Ավակ ուրբաթին։ Իրենց համար ամենասիրելին մերավ։ Գերեզման տրվեցավ։ Իրենք, որ իրենց հույսը տրած էին անոր վրա հանգարց։ Okay։ Բայց լավն է։ Այդ ժամանակներում, որ Հիսուս ամենաշատ մխիթարանքի պետք ուներ, ելավ փոխանակ մեկը իրեն մխիթար է, ինքը մխիթարեց իր աշակերտներուն։ Չէ՞։ Ինչպես կնա որ Հիսուս այսպես, այս վիճակի մեջ, որ գիտե հոգին խռոված է, գիտե մի քանի ժամեն պիտի հանձնվի, անգե հետ կպիտի թադաբարդվի, պիտի ձեզվի, չաչարանք պիտի տեսնի, հետո խաչ պիտի բարձրանա եւ պիտի մեռնի։ Գիտե ժամանակը գար ջայլես, ժամանակը հասավ։ Գնացի իր առաքյալներուն գմխիթարե, մինչ առաքյալները հուսահատ էին։ Ինչու այդպես եղավ, որովհետև առաքյալները ուրիշ դեր գնային, բայց Հիսուս դեպի առջև գնայր։ Սո գտեսես նորեն նայելուն հետ կապված է, ուր գնայիս։ Առաքյալները թեև Հիսուս իրենց ասավ պիտի այո չարչարվիմ, խաչվիմ, բայց երրորդ օրը հարություն պիտի առնեմ։ Սո իրենք հոն չէին նայեր, ուր գնային, հիմակվա եղելության իմ սիրած վարդապետս Մեսիան գմերնի։ Տադաբարդվեցավ գմերնի։ Ցկեցին կացին պայմաններուն գնային այդ վարյանին։ Անորոման վախի դակ էին։ Անորոման գասկածներուն մեջ էին։ Հուսահատ վիճակ ունեին։ Իրագի օրը պիտի տեսնենք ինչպես փոխվեցավ ադիգա, բայց անորոման աս վիճակ ունեին, որովհետև սխալ դեր գնային, սխալ դեր գետրոնացած էին, բայց Հիսուս ուրիշ դեր գնայր։ Խաչին նայելով հոն չեր գնար, խաչին ավելի անտին կտեսներ դեր Հիսուս։ Եբրայեցիս 12 գսե նայենք նորեն, okay, ուր է հարցը, հոս է հարցը, ուր գնայեմ որ ես, հոս է հարցը, նայենք հավատի զորակլուխին ու այն գադարողին, որու պիտի նայիմ Հիսուսին, որն իր առջև տրված ուրախության փոխարեն խաչը հանցն արավ եւ ամոթը արհամարհելով ազո աթորի աճգոմը նստեց։ Հալելույա։ Okay, so ուր պիտի նայիմ ես, Հիսուսին պիտի նայիմ։ Հիսուս ուր գնայր, խաչին գնայր, մահին գնայր, կամ գնայր քալի ուրախության։ Ավելի անտին գնայր, կամեն ավելի անտին գնայր, արյունեն ավելի անտին գնայր, չարչարանքեն ավելի անտին գնայր, գտեսներ այն ուրախությունը, որ պիտի կար քեզի եւ ինձի դեսավ ինչքան մեզի ուրախություն պիտի լա, դեսավ ինչպես մեզի ազատագրում պիտի լա, դեսավ ինչպես մեզի բժշկություն պիտի լա, դեսավ ինչպես մահին ուժը պիտի գոդրվի մեր վրայեն, ասոնք ամենը դեսավ ինչ կողքոտա կբարձրանար։ Ես գսիրեմ ան բաժինը Passion movie-ին մեջ են եւ կբարձրանար կողքոտա եւ հանգարց դեմը գինա մաման գահասնի, Մարիամ գահասնի իրեն եւ գփռնե իրեն գսե դղաս հոսեմ գսե եւ խաչը բռնած Տեր Հիսուս կդառնա եւ իրեն գսե Մարիամ գսե ահա ամեն բան նոր գնեմ։ Այդ խոսքը ինձ շատ կթվում է իրականության մեջ ասի համար է հայտնության քիրքին 21-րդ գլուխ 5-րդ համար, որում մեջ գսե եւ քահի վրա նստողը ասաց։ Ով է քահին վրա նստողը։ Հիսուս ասաց ահա ամեն բան նոր եմ դարձնում։ Okay,
Քահին վրա նստած է հիմա ինքը։ Ահա ամեն բան նոր եմ դարձնում։ Մինչ աշխարհը իր աչքերը ուրիշ դեր կդարձնե եւ աման բادرազմ լա, աման պետրոլին քինը կբարձրանա, ասկ լանգը աշխարհին վերջը կա եւ այլն, Հիսուս կսե մի վախնակ։ Ես հաղթեցի աշխարհը։ Ես հաղթեցի։ Ամեն իշխանություն ինձ դրվեց։ Հետևաբար գնա աշխարհ եւ ավետարանը քարոզե, ասուրախլուրը քարոզե։ Ինքը խաչվեցավ, խնդիրը մարդուն կամեց խաչին վրա եւ նաեւ հարություն արավ, որովհետեւ ես երթուն այսօր ապրենք, այսօր ինքը քահը նստած է, քահին վրա է եւ գսե որ ես ամեն բան նոր կդարձնեմ, այսօր քո հիվանդությունը նոր կդարձնե, այսօր քո դգարությունը նոր կդարձնե, այսօր ամեն բան նոր կդարձնե։ Մենք երկ ունենք եւ այսօր հիման վրա գրված է երկը, մեղս վրա դարիր եւ ամեն բան նոր ըրիր։ Այսօր հիման վրա գրված է, որով աս է ավետարանը, Քրիստոս խաչով ամեն բան նոր ըրավ։ Խաչեն առաջ բան մներ, խաչեն հետո ամեն բան նորը սկսավ լալ։ Ամեն բան նոր։ Սա իմ կյանքից մեջ եթե բանը գա շատ հինուց դեր մնացել է իմ կյանքից մեջ, ես պետք ունիմ ինչ նելու, պետք է նայեմ հավատի զորակալուխին եւ պետք է նայելով գերբարանափոխվիմ եւ գերբարանափոխվելով ես իմ կյանքից մեջ պիտի տեսնեմ ամեն անից կդրվեցավ իմ վրա ես։ Հալելույա։ Աշակերտները չգրցան տեսնել, գախված էին թեր ավակ ուրփաթի մեջ, չգրցան նայել գիրագի օրը ինչ պիտի լա։ Գիները եկան իրենցին, որ հարություն է արած եւ չհավատացին, որովհետեւ պետք է նա որ իրենք նային այնտեղ եւ չնայեցին այնտեղ։ Իմիջայլոց աղջիկները, գիները առաջին ավետարանիչները եղած են, ադիգա ասեմ ցեզի, արաքյալները չէին, գիներն էին, որ բարի լուրը բերին։ Հետևաբար Հիսուս եկած է այսօր ամեն բան նորնելու, այսօր Հիսուս խաչին վրա չէ, այսօր Հիսուս քահին վրա նստած է։ Շատ մարդիկ կան թեր գգարձեն Հիսուս խաչին վրա է, կամ քերեզմանն է։ Հա? Հիսուս քահին վրա նստած է, ու գսե ես ամեն բան նոր գնեմ։ Ես ամեն բան նոր գնեմ։ Ինչպես որ իսրայելցիները նայեցին բղինցե օծին, այսօր դու մի նայր քու վիճակիդ, քու բարակայիդ, քու քրբանիդ, քու հաշիվներուդ, քու առողջությանդ, քու դգարությանդ, քու ցախողությանդ, քու թերությունդ սխալ դեր կնայես։ Հոն չէ, ասոնք հով փոթորիկներն են, որ քեզի պիտի ընկղմեցնեն։ Դու մեկ դեղ ունիս նայելու։ Խաչին։ Ինչպես որ Մովսես բղինցե օծը բարձրացուց, նույնպես մարդու որդին պիտի բարձրանա։ Եվ անոր հավատա, անոր նայի, հավատա, պիտի բժշկվի, պիտի ավետարանական կյանք ստանա։ Ամեն։ Եկեք հիմա աս բաշտամունքին մորնանք մարդոց ստացնեն, մորտանք մեր վիճակը։ Մեր աչքերը հարենք դեպի Հիսուս։ Մեր սրտերը իր աչքով խոնարեցնենք, իրեն նայենք, իրեն նայիր, իրեն նայելով թող աչքերդ գուտնա։ Ավետարանի մեջ կտեսնենք ամեն անգամ որ Հիսուս գերևեր արաքյալներուն Հարութենե յետքը օրինակ Հովաննես Արաքյալը Պատմոս գղզի մեջ հանգած դեսիլքի մեջ դեսավ Հիսուս եւ երբ դեսավ Հիսուս քեդին ինգավ ամարտկայինը քեդին ինգավ մարդկային եւ մարմնավորը չի թիմանար Հիսուսին երբ նայի զոթուն աչքերը դոն հարե թող մարմնավորը ծունգի կա թող հոգին հաղթե ամեն եթե կյանքիդ մեջ ովևէ խնդիր ունիս բարակա ունիս որուն համար թուն կբادرազմիս եւ գամ գրնալալ գսես ինչու ժամանակն է ինչու չսես ժամանակն է փոխանակ ինչու սես նայիս շիդակ տեղը մի նայր խնդիրին նայր իրեն որպես ադոր լուծումը դեսնես որով ինքը ապահովեց քեզի լուծումը օծերը չանեց օծերը թերգան մեղքը չանեց աշխարհեն թեր մեղքը գա միան մեկ միջոցով մարդուն փրկության համար որ նայի փրկիչին բարի անանք նայր հիմա ամեն Եկ ոտքի գանք